Խաչը ձեր ձեռքին մասնակցում եք եկեղեցին քանդելու գործընթացին, ինչ եկեղեցին քանդած է, սարքել է։ Ինչ առումով է քանդած։ Օրինակ, կասեք, որպեսզի ձեր դիրքորոշումը հասկանալի լինի։ Այդպես որ ասում եք, օրինակ, ինչն եք հասկանում, ինչն է ձեզ համար խնդիր։ Ցանկանում եք ես պատասխանել։ Պատասխանեք, խնդիր չէ։ Հոգևոր կյանքը տապալված է այսօր 20-26 տարի է, դա չեք նկատում արգելից։ Ո՞ր մեկ հոգևորական չինացի հոգևորական փեր է եւ ուսումնասիրի այսօր Հայաստանի Հանրապետության հոգևոր կյանքը, ես գացի այս հոգևոր կյանքը տապալված է։ Ինչից եք զարմանում, ես չեմ հասկանում։ 3 տարի է Արաքված Արաքյալը չի կարողանում ընդունել դեպքերսյանը։ Դա ինչ է նշանակում։ Իր ռեսուրսը աղբյուրը Աստվածա, թե այլ բանա, թե մամոնանա։ Հիմա դուք ինչպես եք Փաշինյանի հետ միասին պատրաստվում Բոս հավաքարակյալին չընդունեց Սուբադոր Էջմիածին։ Խախտելով եկեղեցական, աստվածաբանական բոլոր օրենքները։ Ոնց եք վերապրում այս բոլորին դուք։ Դուք օրինակ ինչպես եք բարենորոգում համարում, որ Գդիգներսյանը գին եւ աղջիկ ունենա։ Նորմալ է կամարում աս կոռուպցիան։ Դուք դա որպես վերջին ճշմարտություն եք ներկայացնում, բայց եթե ավակարակյալը ձեր համար վերջին ճշմարտությունը չի, բա ով է ձեր վերջին ճշմարտությունը։ Ձեզ համար ով է վերջին ճշմարտությունը։ Վերջին ճշմարտությունը մեր Տերը Փրկիչը, իմ շեֆը Հիսուս Քրիստոսն է։ Հիմա որի առաքյալն եմ ուղիղ գծով։ Հիմա ձեզ Նիկոլ Փաշինյանն է այստեղ Նիկոլ հրավիրել։ Փաշինյանը միան դրել։ Դուք ժամանակին ես հիշում եմ ասում էիք գնա, իրեն էլ էիք ասում գնա, ինչպես ստացվեց որ անցավ ազոգոմը։ Եկավ իմ խրամատը, ես ալի հետ եմ։ Դուք հիմա եկեղեցու դեմ եք գործում։ Ես եկեղեցու դեմ չեմ գործում։ Հավատավոր ժողովուրդը մայրաթոռում է։ Երաժարականն եմ բանջում։ Դա շատ նորմալ է։ Հավատավոր ժողովուրդն էլ գնացել է օրհնություն ստանալ Վեհափար Հայրապետից։ Բոլորը չեն ճանաչում եկեղեցու ներսում ինչ կա չկա եւ Միայն Փաշինյանն ու իր խումբն է ճանաչում։ Պաստորեն առայժմ այո։ Եվ Բոս Արաքյալը իհարկե։ Եվ դարձում հոգևորականներ երկու, որը զարթնում են այսօր արտանում են։